Բարև ձեզ Տիկին Դավոյան։ Ազգային ժողովի դիմաց ակցիա էր քաղբանտարկյալների օրակարգով ընդդիմադիր ձեր գործընկերները նորից փաստորեն օրակարգ են բերել քաղբանտարկյալների, ինչպես նաև Ադրբեջանում պահվող գերիների թեման։ Խնդրում եմ ասեք, Հայաստանում քաղբանտարկյալներ կան, որոնց մասին այդքան հետևողականորեն խոսում են ձեր ընդդիմադիր գործընկերները։ Ես սպասում էի, որ այսօր կլինեն նման ակցիաներ, որովհետև Պետայրավական հանձնաժողովում այդ քաղբանտարկյալ թվացյալ ենթադրյալ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության տեքստներ քննարկվում եւ վստահաբար պիտի նաեւ ներքևում լինեին մարդիկ։ Մեր ընդդիմադիր գործընկերները այդպես էլ չկարողացան հիմնավորել քաղբանտարկյալների վերաբերյալ իրենց պնդումները, որովհետև նախ եւ առաջ իրենք ամեն կերպ ուզում են արդարացնել այն մարդկանց, ովքեր քրեական օրենսգրքի հոդվածներով ունեն խնդիրներ, սակայն անում են քաղաքական հայտարարություններ եւ իրենք անդադ ուզում են այդ երկուսը միավորել, ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ եւ հետեւաբար նորից անդրադառնալ դրան ասելով, որ ոչ հարգելիներս դուք շատ լավ գիտեք, թե ով ինչի համար է հայտնվում համապատասխան վայրում եւ երբ որ քաղաքական կամ օրինակ հայհոյախոսությամբ մեկը, որը հայտնվում է անազատության մեջ իրեն հռչակում է քաղբանտարկյալ, դա ուղղակի ծիծաղելի է, որտեղ համաշխարհային պատմության մեջ եղել են քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են իրենց քաղաքական գործունեության պատճառով, հիմա նրանց կողք դնել այս մանր-մունր խուլիգաններին, որոնք եւ ինչ որ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողներին անմեղության կանխավարկածը չխախտելով ասել, որ նրանք քաղբանտարկյալ են, շատ անիրատեսական է եւ անիմաստ։ Հետևապես իսկ ինչ վերաբերվում է ռազմագերիներին, դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կատարում է աշխատանքներ, այդ աշխատանքները այսպես հրապարակային չեն լինում երբևէ եւ որի արդյունքները մենք մի քանի շաբաթ առաջ տեսանք, դրա մասին խոսելն արդեն իսկ շատ տգեղ է, որովհետեւ մեզ անընդհատ մեղադրելով, որ դուք գերիների մասին չեք մտածում, մենք անում ենք լուրջ մեր աշխատանքը, կառավարությունն անում է լուրջ աշխատանքը եւ պետք չէ այսպես գալ ու հայտարարություններով հանդես գալ վնասել այդ աշխատանքին։ Այդ դեպքում ինչու է նրանք փորձում քաղբանտարկյալի, այսպես ասած, թագն ու պսակը դնել այն անձանց գլխին, որոնք փաստորեն քրեական հոդվածներով են հետապնդվում։ Սա օրակարգ չունենալու հետևանք է, թե փորձում են այսպիսով հանրային տրամադրություններ գեներացնել, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Առաջին հերթին օրակարգ չունենալու մասին է։ Միևնույնն է հանրային օրակարգ ձևավորելում սույն անձինք բավականին անկարող են եւ որովհետեւ այսքան տարի անընդհատ փորձում են ինչ որ հանրային օրակարգեր ձևավորել եւ այդ հանրային օրակարգերը ոչ մի կերպ չեն ձևավորվում եւ ամեն անգամ ինչ որ մի հատ հայտարարության տեքստ են բերում, հետո սկսում են դրա մասին խոսել, հետո այն նույն մարդիկ, ովքեր 5 տարի առաջ խոսում էին, այդ նույն մարդիկ գալիս են անեծքներ, լուտանքներ, ինչ որ կրկնվող խոսքեր ասում գնում են եւ որևէ օրակարգ, որևէ նոր խոսք, որևէ տեսլական Հայաստանի Հանրապետության ապագայի մասին այս մարդիկ չունեն, դրա համար դոփում են ինչ որ տեղերում եւ արդյունքի չեն հասնում ու դրա համար մեղադրում են ժողովրդին, փոխարեն մեղադրեն իրենց անճարակ լինելու մեջ։ Տիկին Դավոյան օրերս նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի համախմբման միասնական ճակատով հանդես գալու մասին ըստ էության վատատեսական կանխատեսում արեց, ասաց, որ քիչ հավանական է համարում, որ այդ համախմբումը տեղի կունենա։ Գիտենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հավակնում է միասնական ճակատ ձևավորել, քանի որ երևի ուժերը չեն ներում խորհրդարան մտնելու համար միայն դաշնակցության վրա հույսը դնել եւ միասնական ճակատով վերցնել իշխանությունը։ Դուք ինչ կասեք, ռեալ համարում եք, որ ընդդիմությունը կարող է այդ փափագելի միասնական ճակատը ձևավորել եւ հնարավոր որ ընդդիմադիր ուժերին եք տեսնում այդ ճակատում։ Չեմ լսել Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց երևի մարդը մի բան գիտի, որ ասում է չեն կարող միավորվել, որովհետև իրապես չեն կարող միավորվել, քանի որ իրենք միավորված էին եւ հիմա բաժանվեցին։
ըստ էության 1 տարի առաջ այդ սրբազան պայքարի շրջանակներում կամ դրանից առաջ հայրենիքի փրկության շարժման շարքերում իրենք միախմբված էին։ Հիմա խորհրդանական ընտրություններին ընդառաջ իրենք մասնատել են իրենց ուժերը, տարբեր քաղաքական ուժեր են ձևավորել եւ այդպես փորձում են արևիտակ, քաղաքական արևիտակ իրենց տեղը գտնել եւ ամրապնդվել եւ իրենք բոլորը ունեն իրենց միասնական իրենց վարչապետի թեկնածուն եւ հետեւաբար չեմ կարծում, որ օրինակ պայմանական եմ ասում, օրինակ Արման Թաթոյանը իր վարչապետի պաշտոնը զիջի այլ որևէ մեկի, կամ այն մյուսը նույն Ռոբերտ Քոչարյանը վարչապետի, քանի որ ասում էր, որ ինքը պատրաստ է ստանձնել այս ծանր ճգնաժամից հանել Հայաստանի Հանրապետությունը, միակ մարդն, այո, նորից այդ ինքը շարունակում է մնալ այդ միակ տղամարդու սինդրոմի մեջ, որ ինքն է միակ ուժեղը եւ ինքը կարող է փրկել այս օրհասական պահից Հայաստանի Հանրապետությունը, իհարկե ամեն ինչ ճակերտների մեջ է ասվում, որովհետեւ իրենց երազանքների օրհասական պահը չի Հայաստանի Հանրապետությունում եւ չի լինելու եւ գուցե Հայաստան հայտնվի օրհասական պահում, եթե իրենք լինեն իշխանության եւ ղեկը պետության ղեկավարման իրենց ձեռքին լինի, իսկ ժողովուրդը շատ լավ տեսնում է, թե այդ մարդիկ ինչ են ուզում եւ ընդհանրապես չեն հաղորդակցվում ժողովրդի հետ, ընդհանրապես պաշտոններ են ուզում են վարչապետի պաշտոնը Հայաստանի Հանրապետությունը չգիտեմ ինչի վերածելու մեջ, որովհետեւ այն օրակարգը, որը հիմա գոյություն ունի եւ այն օրակարգը, որը մեզ տանում է դեպի խաղաղություն եւ զարգացում, իրենց մտքերում, երազանքներում եւ ցանկություններում չկա։ Իրենց մտքերում Հայաստանի Հանրապետությունը լրիվ այլ տեղում է գտնվում։ Նորաթուխ քաղաքական ուժի եւ շարժման մեր ձևով շարժման մասն է խոսքը համակարգող Նարեկ Կարապետյանը նախորդին հրապարակել էր սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եթե առաջիկա կիրակի տեղի ունենան ընտրություններ, ապա հավանական երկու տեխնացուների միջև ընտրություն կատարելու դեպքում հանրությունը օրինակ 33%-ը հանրության կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին եւ 34%-ը Սամվել Կարապետյանի։ Սոցիոլոգիական հարցումներին այս օրինակ ինչպես եք վերաբերում։ Սա բլեֆ է, սա նախընտրական տրյուկ է, թե իսկապես հանրությունը այսպես է։ Իրականում դա ուրիշ բան էր։ Դրա նախորդ օրը կամ 1 օր առաջ իրենք շատ ծանր իրավիճակում հայտնվեցին, իրենց ուժեղ առաջնորդի որդու ուժեղ հայտարարության պատճառով հայտնվեցին միջազգային մամուլի առաջին էջերում, իրենց եղբայրը դուրս եկավ, այսպես ասած, միջազգային ասպարեզ, բոլորը իրեն ճանաչեցին իր հայտարարություն, այդպես ամպագորգոր հայտարարության համար եւ այդ վատ մթնոլորտը, այդ վատ այդ միջավայրը եւ ամեն ինչը փոխելու համար իրենք որոշեցին, որ մի հատ այսպես շտնդալից բան են տարածելու սոցիոլոգիական հարցում, որ իրենք այսպես բարելավել են իրենց դիրքերը Հայաստանի Հանրապետության բնակչությունը ուշաթափվում է իրենց համար եւ դրեցին դա։ Ուղղակի դա այդ սոցիոլոգիական հարցումները մտածածին վստահաբար երևի այդ բոտերի շրջանում են անում, այն համարակալված կոմենտ գրող ֆեյքերը որ կան, որոնք հետո էլ գրոհեցին Տելեգրաֆի կամ, չգիտեմ, այդ միջազգային մամուլի բարբերականների տակ սկսեցին գրել, որ ինչ հզոր առաջնորդ ունեն իրանք, այդ ամեն ինչի դրա համար արվեց իմ կարծիքով եւ գուցե հացումներն էլ հենց այդ ֆեյքերի շրջանում են արվել եւ այդ մարդիկ շարունակում են ինչ որ մտածածին աշխարհում ապրել, որտեղ իրենք առաջին դիրքերում են։ Ես խորհուրդ կտամ իրենք մի քիչ անհանգստանան իրենց այդ երիտասարդի առաջին պլան բերելու հետ կապված եւ հսկեն նրա խոսքերը, որովհետեւ բացի այն, որ իրենց վարկանիշին է վերաբերում, այլ նաեւ Հայաստանի մասին է այստեղ այնտեղ գրվում եւ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մարդիկ լուրջ նման մտքեր ունեն եւ դա շատ անոց իրավիճակ է ստեղծում։ Նման հայտարարությունը, որ ուժեղ Հայաստանում չբավարարված ինչի լինել բոլոր կանայք բավարարված են, դուք ինչպես եք գնահատում։ Ես թափս չեմ ուզում գնահատել եւ չեմ ուզում որևէ կերպ վերաբերվել այդ երիտասարդի արտահայտած մտքին, որովհետեւ իրենք պիտի նախանհանգստանան նման մտքեր հնչեցնող իրենց եղբոր համար եւ իրենց քաղաքական ուժի համար, որ այդ են իրենց շրջապատը, իրենց
մտքեր հնչեցնողները եւ այն մարդիկ, ովքեր փորձում են շո քաղաքական տեքստերով հանդես գալ, այդ ցավում եմ իրենց համար կամ չգիտեմ ինչ ասեմ։ Դրա համար մտահոգվելու որևէ կարիք չկա։ Իրենք բերել են ինչ որ ասում են, այտենց լեգենդար PR մասնագետներ, իրենց լեգենդար PR մասնագետների մի ամսվա գործը իրենց եղբայրը 5 րոպեում գցում է ջուրը։ Հերթական անգամ։ Վերադառնալով ուժեղ Հայաստանին, Տիկին Դավանին չեք կարծում, ապագա խորհրդարանում այս քաղաքական ուժը ներկայացված լինելու շանսեր ունի։ Ես չեմ ուզում անդրադառնալ եւ կանխակ տեսումներով հանդես գալ, որովհետեւ ինչպես մնացած այլ ուժերն, այլ հերթական ինչ որ շարքային քաղաքական ուժ է։ Իսկ ով է ասել, որ այդ քաղաքական ուժը ինչ որ այսպես ասած ընդդիմության ֆավորիտն է կամ սովորական քաղաքական ուժ է, շարքային, հերթական, որին պետք է վերաբերվել որպես քաղաքական հակառակորդ, ինչպես մնացած բոլորին, եւ անել քո գործը։ Այսինքն շարունակենք մենք մեր աշխատանքը, իրենք էլ թողանան իրենց աշխատանքը։ Հետևաբար այսպես առանձնացնել, ասել, օй, բան, ասենց ոչ մի առանձնահատուկ բան չկա եւ որևէ առանձնահատուկ բան լինել չի կարող։ Սովորական նոր քայլեր կատարող քաղաքական ուժ, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի իրեն ընկալեն որպես լուրջ քաղաքական ուժ։ Անդրադառնանք եկեղեցու շուրջ դեռևս չհանգուցալուծված ճգնաժամին, հայտնի է, որ եպիսկոպոսաց ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն պլանավորել է իրականացնել արտերկրում, մասնավորապես Ավստրիայում։ Դուք այս երևույթը արտագնա եպիսկոպոսաց ժողով գումարելու ինչպես եք գնահատում եւ հանգուցալուծումը այս ճգնաժամի որքան մոտ ապագայում է հնարավոր։ Քանի որ կա բարենորոգման խորհուրդ եւ 10 եպիսկոպոսները քննադատում են այն, ինչ տեղի է ունենում եկեղեցում եւ անընդհատ հնչում են խոսքեր, որ իշխանությունը եկեղեցուն հալածում է եկեղեցու հետ կապված որևէ խնդիր չկա, կան մարդիկ, որոնք եկեղեցականներ են, հռչակված եւ իրենք են եկեղեցու վարկը գցում եւ եկեղեցու վարկանիշի հետ խաղում տարիներ շարունակ եւ այս process-ը ես չեմ կարծում, որ մեկ օրվա անելիք է, որովհետեւ արմատացած բարքեր կան, արմատացած բարքերով մարդիկ կան, որոնք անընդհատ եկեղեցին դեպի ճահիճն են տանում եւ եկեղեցու սպասավորներն իրենք պիտի գան, իրենք պետք է որոշում կայացնեն, թե ուր են ուզում գնալ եւ ես կարծում եմ նրանք վստահաբար հաջողություն կունենան, դա ժամանակի հարց է, ժամանակի խնդիր է եւ եկեղեցին էլ պիտի հասկանա, թե պետության դերը ինչպիսին պիտի լինի իրենց կյանքում, իրենք սովոր չեն ուղղակի անկախ պետության պայմաններում գործունեություն ծավալել եւ իրենք չեն հասկանում, որ նախ եւ առաջ պետական իշխանությունն է, հետո եկեղեցին եւ ամեն մեկը ունի իր գործը։ Հիմա ես ձեզ մի օրինակ եմ ուզում բերել, եկեղեցու սպասավորները բարձրաստիճան եւ նրանց փաստաբանները անընդհատ խոսում էին, որ չի կարող եկեղեցի դատարանը որոշում կայացնել եկեղեցու վերաբերյալ, եկեղեցական գործունեության վերաբերյալ։ Եկեղեցին ընդդատյա չէ։ Այո, նման հայտարարություն էին տարածում եւ նրանց փաստաբանները այդպես մի ամբողջ աշխատություն կարելի է ասել հրապարակեցին, որ ինչպես կարելի է, հետո բացում ես դատալեքսը, տեսնում ես, որ եկեղեցու փաստաբանական խմբի անդամներից մեկը դիմել է դատարան, որպեսզի հենց Գևորգ եպիսկոպոսի գործի հետ կապված դիմել է դատարան, որպեսզի այդ հայցի ապահովումը վերացնեն։ Ես ուզում եմ հասկանալ, եթե դուք չեք ընդունում պետությանը որպես դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար, ապա դուք ինչպես եք նույն դատարանին դիմում, որպեսզի այլ դիմումով եւ այլ հայցով Այստեղ էլ եթե չեք ճանաչում հայաստանի իշխանությանը, այո, որը եկեղեցին ընդդատյա չէ, եւ եթե եկեղեցին ընդդատյա չէ, ապա այդ ոչ ընդդատյա եկեղեցին ինչպես է դիմում դատարանին, դառնալով ընդդատյա, որովհետեւ դատարանից պահանջում է որոշման կայացում։ Այստեղ էլ ինչ որ թնջուկ կա, որը մի տեսակ անուշադրության էր մատնվել եւ ես կարծում եմ դա շատ կարեւոր է նշել, որ այո, Հայաստանի Հանրապետության օրենքները համապատասխան են բոլորի համար, ուզում ես դու եկեղեցական եղիր, ուզում ես հոգևորական եղիր, ով ուզում ես եղիր։ Շատ կարևոր նկատառում է նաև նրանց փաստաբանների համար, իրենց թվում է դատալեքսը որևէ մեկը չի կարդում եւ չգիտի, որ իրենք
արդեն դիմել են դատարան։ Թերևս վերջին հարցը տեսնում ենք նաև Տիկին Դավան, որ բարենորոգման օրակարգին միացած եպիսկոպոսները գռեհիկ արշավի թիրախ են դարձել, նրանց անվանում են դավաճաններ, տիրադավներ, Նիկոլի ստրուկներ եւ այլն, մինչդեռ նախքան այս process-ի սկսելը որևէ քաղաքական գործիչ, երբ որ մի քիչ կոշտ արտահայտում էր եկեղեցու հասցեին, միանգամից մեղադրվում էր եկեղեցին հալածելու մեջ։ Հիմա փաստորեն հակառակ process-ի ենք ականատես, եկեղեցականները բարձրաստիճան, որոնք ուզում են եկեղեցին բարենորոգվի, մաքրվի, արժանանում են նման վերաբերմունքի, այս երկակի ստանդարտներ ինչպես է գնահատում։ Դե այս երկակի ստանդարտները դեռևս վաղուց է եւ եթե դուք ուշադիր լինեք, օրինակ սոցիալական հարթակներում մեծ պրոիշխանական այսպես խոսող նույնիսկ քաղաքացիների վրա այսպես կազմակերպված հարձակումներ է տեղի ունենում եւ սկսում են նույնպես վիրավորել եւ վիրավորանքներ հնչեցնել, նույնը բացաստիճան հոգևորականների հետ տեղի ունեցավ, երբ որ Էջմիածին հայտարարություն տարածեց, որ կարգալույծ է արվում Գևորգ arczepiskopos-ը, դուք տեսնեիք, թե ինչպիսի ողջույններ, ինչպիսի երջանկություն, ինչպիսի ոգևորություն էր տիրում սոցցանցերում եւ ասում են, ահա, արդեն կարող ենք նրան ինչ ուզել ասել, ահա կարող ենք այսպես վիրավորել եւ կարծում եմ դա իրականում անընդունելի է եւ այդ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք գալիս են անընդհատ մեզ մեղադրում են մեր խոսույթի մեջ, մեզ ասելով, որ դուք այսպես, դուք խոսքեր եք օգտագործում, դուք վատ արտահայտություններ եք օգտագործում, իրենք ամբողջ օրը անեծքների, հայհոյանքների եւ լուտանքների մեջ են դեպի իշխանությունը եւ եկեղեցու բացաստիճան սպասավորներն, ովքեր բարենորոգման այս ծրագրի մեջ են ներառվել եւ իրենք սկսել են այս քայլ են կատարել դեպի եկեղեցու բարենորոգվում, նորից թիրախավորվում են հենց նաեւ նույն մարդկանց կողմից եւ նույն եկեղեցականների կողմից են թիրախավորվում, որովհետեւ այլակացությունը որևէ կերպ չի ընդունվում եւ այն եկեղեցական եւ հոգեվորական քրիստոնեական խոնարհության, որոնք նրանք կարող են խոսել եւ մարդկանց հանդարտեցնել, ասելով, որ չի կարելի համենայն դեպս եւ այլ, այդ ամեն ինչը չկա։ Կա ատելություն, կա ատելության քարոզ եւ այդ ատելության քարոզով նրանք շարունակում են իրենց շուրջը սփռել այդ ատելությունը եւ այդ ատելությունով էլ գնում են դեպի նախընտրական փուլ։ Այդ ատելությունը տարածվում է նաեւ նրանց նախընտրական բոլոր հանդիպումներում եւ հետո էլ զարմանում են, որ հաջողություն չեն ունենում, որովհետեւ չեն էլ կարողանում տարանջատել, որ եկեղեցու բարենորոգման խորհուրդը դա եկեղեցու բարենորոգման խորհուրդն է եւ պետք չէ այդ մարդկանց թիրախավորել, մենք հասկանալ այդ մարդիկ ինչ են ուզում եւ ինչ են ասում։ Կարելի է հասկանալ, ոչ չի կարելի, պետք է միանգամից թիրախավորել, պետք է միանգամից կարգալույծներ, չգիտեմ ինչեր, պետք է մի հատ ընդհանրապես հասկանալ հայ առաքելական եկեղեցում այսքան տարի ինչ է կատարվել, այդ մեծ գումարներ են եկել, ինչ է արվել, այդպես անարգել ինչ ուզել արել է Կտրիչ Ներսիսյանը եւ հիմա հասկանում է, որ եթե ինչ որ մի բան փոխվեց, եթե բարենորոգման խորհուրդը հաջողեց եւ հաջողելու է, պիտի առաջ գան տարբեր հարցեր։ Շատ տարբեր հարցեր են առաջ գալու, թե ինչը, որտեղ, ոնց, ով եւ այդ հարցերի պատասխանները չունենալով, հիմա մարդը պիտի մինչեւ վերջ պայքարի։ Ինչպես պայքարեց օրինակ այդ երբ պաշտպանության նախարարը հրաման ստորագրեց, որոշում հրապարակեց, որտեղ գնդերեսների վերաբերյալ որոշում կայացեց եւ այդ նորից սկսվեց ինչ որ մի հատ տհաճ իրավիճակ։ Իսկ ինչ է տեղի ունեցել։ Իսկ ինչու պիտի պաշտպանության նախարարությունում ընդհանրապես եկեղեցու սպասավորներն են, որոնց նշանակի Հայաստանի կաթողիկոս հռչակված Սուրեն անձը Գարեգինը, Կտրիչ Ներսիսյանը նույն Սա պետությունը եւ իրենք պիտի հաշվի նստեն պետության հետ եւ պետական կառավարման մարմինների եւ ղեկավարների որոշումների հետ եւ ես ողջունում եմ պարոն Պապիկյանի որոշումը, շատ կարեւոր է եւ հուսամ, որ շատ հոգեվորականներ կմիանան եւ իրենց ծառայությունը կշարունակեն զինված ուժերում։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։